Մխկդում է սիրտս անվերջ քո
կոչվում է Հադիսի։ Սրանախները ապրում էին Հադիս լեռան վրա։ Եվ ինչպես հատուկ է լեռան որդուն, գլխաբաց կանգնած էին ձյան կախուտի տակ։ Արևի կիզիկ ճալագայթները այրում էին բազի մեծ մարմինը, իսկ կարկուտը խփում էր նրա տաք սրտին։ Այդ պահին վազը բրուսկի պես սեղում էր սաղարթը և խրվում էր դեպի հողու խորքը և անշությամբ էր լցնում ողկույզը։ Երկար ժամանակ գիտնականները չհասկացան, թե նման պայմաններում ինչպես էր ապրում այդ վազը, բայց որևէ առեղծված չկար։ Վազը ապրում էր, որովհետև խաղող էր ստեղծում։ Այդպես էլ լարքն էր, առանց պետական հովանավորության և աջակցության 35 երկարուձիտ տարիներ այն հարատևեց և այսօր մեր ցանկությունն է, որ յուրաքանչյուրիս է հավերժ լինի երաժշտական արվեստի պետությունը և լարքը մնա բոլորիս հայ երաժշտական մշակույթի սրբազան օրանը։ Արվեստի երգում անդուր անապած առաջինների շարքում հայրելով, արվեստի հանդեպ երեսըդ միշտ պարզ, քո ողջ էությամբ նորին հարվելով, քո մաքարելով, քո հավատալով, քո ստեղծելով, քո արարելով, դու հրաշագեղ իմ լարք, դու ապրել ես, կաս այսպես ապրելով։